Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ալեքսանդր Նևսկի, Միխայել Կուտուզով, Վլադիմիր Կերպ, մենք խաղում ենք այլ կերպ, ահա այսպես կսկսեր մեր հաղորդումը, եթե այն վարեր մեր շատ սիրելի Արսեն Գրիգորյանը, բայց դա երբեք չի լինի, որովհետև պայմանագրի մեջ մեր հաղորդավարի պաշտոնը ժառանգական է փոխանցվելու, բարի երեկո, եթերում այլ կերպն է, բարի երեկո, կարող եք առիթից օգտվել և ծափահարել Այսօր իրար հետ նույն թիմում խաղալու են Հասմիկ Սիմոնյանը, այլ կերպ ասած մարդ կա արդեն ժամանակակից կետադրությունն է մոռացել, մարդ էլ կա մինչև հիմա հին հայերենի կետադրությունն է հիշում, ծափահարենք։ Ինչ համեստ եք։ Եվ Արմեն Սարգսյանը, այլ կերպ ասած մարդ, որը հայոց լեզվի մասին այնքան բան գիտի, որ թվում է Աջարյանի դասարանում է սովորել։ Ծափահարենք։ Իսկ նրանց դեմ խաղալու են Անի Հաս Ղազարյանը, այլ կերպ ասած գրքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Տեսակ ինչ լավ ենք ներկայացնում։ Եվ Ամալիա Հովհաննիսյանը, այլ կերպ ասած մարդ, որի պատճառով այսօր բոլորս թաշ քննարկներով ենք եկել։ Տապարենք Ամալիային նույնպես։ Իսկ հաղորդումը կվարի Տարոն Իսպիրյանը, այլ կերպ ասած մարդ, որը Ամալիային հյուր չի գնում, որովհետև ահա որ գեշ ու ոչ եթերային է լացում։ Ինչպես եք ընկերներ, այսօր շատ ինտելեկտուալ հաղորդում է սպասում, ահա որ լարված են, որովհետև բոլորը լեզվի հետ գործ ունեն, գրքերի հետ գործ ունեն։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր դուք իմ հյուրերն եք, ես գիտեմ, որ դուք շատ ինտելեկտով մարդիկ եք, ամեն դեպքում այլ կերպ ինտելեկտուալ մարդկանց համար է, բայց շատ ինտելեկտով մարդիկ կարող են այս խաղը այնքան էլ լավ չխաղալ, այսինքն դու ինչքան շատ բազա ես ունենում գլխիդ մեջ, այդքան ավելի բարդ է խաղալ այս խաղը, բայց ես վստահ եմ, որ դուք շատ լավ եք խաղալու։ Այն վերջը մոնտաժով կհանենք, էլ եթե վատ խաղանք, այդ ինտելեկտուալի մասը կարանք չէ հանենք։ Դուք ունեք մեծ հույսեր, Ես մի փաստ ասեմ, ուրեմն ես ու Ամալյան 18 տարվա ընկերներ ենք, բայց երբևէ այլ կերպը իրար հետ չենք խաղացել։ Ինչ եք արել այդ մանկերության ընթացքում։ Ամեն ինչ արել ենք։ Հասմիկ, դուք ամենաշատն եք լարվում, ես դա զգում եմ։ Այո։ Բայց ինչու եք լարված, օրինակ դուք այդքան ինտելեկտով անձնավորություն, ինչու եք լարված, ինչն է ձեզ լարում, մտածում եք, որ վաղը ինչ-որ կարծիք կձևավորվի, որ դուք այդ ինչ բառը չկարողացաք բացատրել։ Չէ, ինձ մոտ տես մի հատ բան կա, կապ չունի թե դու ինչքան ես հարցազրույցների գնացել, ինչքան ես դու եթերներից տեղյակ, այն որ ասում եմ ամեն անգամ ինչպես առաջին անգամ։ Եթերը այդպեսինն է, բայց ես ասում եմ, որ այս հաղորդումը շատ են սիրում ու մեր հեռուստադիտողը բավականին լավ հասկանում է, թե ինչքան դժվար է այս խաղը խաղալ։ Տանը նստած շատ հեշտ, այնտեղ գրած, բանն է, գնդակ, հեշտ է։ Գնացինք առաջին փուլ։ Առաջին փուլ խաղում ենք այլ կերպ։ Մասնակիցներին տրվում են քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է 7 բառ։ Նրանք պետք է 1 րոպեում կարողանան թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Պարզ է կանոնները, շատ հեշտ է առաջին փուլը։ Իրականում կարևորը բառարմատներ, թարգմանություն, ժեստեր, շատ զգուշ ենք լինում։ Հիմա պետք է որոշենք ով է սկսում առաջին փուլը, Քար Մկրատով խաղի շնորհիվ։ Եթե դեմ չեք, ես մահապարտ կլինեմ։ Օ ինչ մեկը ծափարեք մեր միակ ծաղիկին, ինձանից հետո իհարկե ես մասնակից չեմ, հաղորդավար եմ, Արմեն ջան շատ ապրեք, դուք ջենտլմեն եք, դուք կսկսեք։ Այո։ Շատ լավ, ես ձեզ տալիս եմ 60 վայրկյան, մաղթում եմ լավ խաղ, մինչև չեմ տալիս 1 րոպեն չենք դիպչում խաղաքարտերին։ Լավ խաղ, ուրախ Գնում ենք դեպի խայտարակության ճանապարհ։ Իհարկե կատակում եմ, վստահ եմ լավ եթեր ենք ունենալու ինտելեկտուալ։ Գնացինք, առաջին փուլը սկսված է։ Առավոտ կեսօր։ Երեկո գիշեր։ Երեկո, ճիշտ է, անցենք հաջորդ բառին։ Ինչ թատրոն կա Հանրապետության հրապարակում։ Մի քիչ վերև։ Հյուսային անցանք։ Տեխնիկային։ Չէ, ընկալոր մեծ, որ Սունդուկյան։ ամենասիրուն շենքը։ Պատկերացրու օպերայի։ Ահա, ինչ են կանգնում տոմս առնելու համար։ Դրամարկղի մոտ։ Չէ, այն որ իրար հետ Ճանապարհ շարք հերթ։ Հերթ, ճիշտ է։ Երեխայինում խնամքին գնում։ Դայակ ճիշտ է, միշտ երկու վերսիա կա։ Ինչ են փոխանցում քեզ Գումար, փող։ Չէ, մի րոպե։ Զամբյուղ հոմանիշ ասա, ապրես։ Գնել։ Ինչ։ Գնելի հականիշը։ Գնել խանութից։ Բան, վաճառել։ Ճիշտ է։ Եվ այդ բառը։ Չեմ կարող չէ ցույց տալ։ Չէ, կարող եք ասել, ինչ ենք շնչում։ Օդ։ Ինչ է, թթվածին։ Օդ եւ Ածխածին, թթվածին։ Եվ Օդ եւ պաչիկ։ Համբույր։ Ինչ է Այո, երկու սուղա։ բառ։ Հա, օդային համբույր։ Ճիշտ է, անցեք հաջորդ խաղաքարտին, բրավո Արմեն։ Ինչի առաջ եմ ես նստած։ Ինչ։ Ինչի առաջ եմ։ Ստոպ, ժամանակն Ինչու առաջին ավարտվեց։ նստած։
Սեղանի առաջ է նստած, բայց կարող եք ասել ի՞նչն է բաժակը որտեղ եք դնում սեղանին։ Ինչու եք այդքան բարդ մտածում։ Բայց դա էր նորմալ։ Բայց 7 Դու իրան մի լսի, դու շեղվում ես, Ես տղերելու համար։ շեղվում եք իսկապես։ Հավարտաբար ինքը սկզբում մեր թիմից էր, բայց հիմա անցել է Չէ, մեր իրանց թիմի թիմ։ չի։ Ես մի լավ բան ասեմ Ժողովուրդ, ընկերներ, քանի որ դուք ժողովուրդ։ բոլորդ ինտելեկտուալ մարդիկ եք, ես այս խաղին խոստանում եմ ոչ ոքի չօգնել եւ չհուշել։ Մենք Այսուհետ դեմ ենք այդ որոշմանը։ ես դեմ չեմ, ընկերներ, 7 միավորի համար ծափարենք այս հրաշալի մարդուն, ով իր վրա վերցրեց առաջին հարվածը։ Ամալիա, բայց ես մոտ գալիս եմ լարված տենաս Ամալիան ինչքան գիտի մեր մասին, ինչեր կհարցնի, հիմա հերթը ձեր լարվելունն է։ Իրականում սա այն խաղն է, երբ դու միշտ գիտես ինչպես կարելի է բացատրել, բայց այդ պահին շատ Հիմա խառնվում այդ ես, պահը բայց հասունացել է Ամալիա։ Պատասխաններն էլ տենց։ Խնդրում եմ այնպես խաղացեք, որ մենք չհուզվենք փորձեմ։ եւ դուք էլ չհուզվեք ու վաստակեք միավորներ, քանի որ հակառակորդը բավականին լուրջ է տրամադրված։ Առաջին այսքան ջենտլմեն է, բայց գիտի ինչ անում։ Իրականում միավորներ է կորզում, անխնա։ Էնպես որ գնացինք։ 1 րոպեն տրված է։ Շաբաթ, Կիրակի։ երբ հեռախոսով ինչ որ մեկին ինչ ես անում, Խոսք, հեռախոսով ինչ որ մեկին զանգեր, զանգ, Կարճ։ զանգ, Ճիշտ է։ Հա չեմ օգնում։ արտերկրից ինչ ենք ստանում Հայաստան, փաթեթ, ինչ ենք ստանում։ այլ կերպ։ Փաթեթ, ինչ ենք ստանում։ Փաթեթը այլ կերպ։ Թեթե։ թեթևի հակառակը ո՞րն է։ Ծանրոց, Երբ մենք քայլում ենք, ինչ ենք թողնում մեր ոտնահետք։ Ճիշտ է։ Երբ շատ սուրկ խոսք ունես, ինչ են ասում ավելի ժողովրդական տարբերակով։ Լավներ։ Այդպեսի նաև կենթանի կա սողունա։ Օծի լեզու։ Ճիշտ է, Ապրես։ բրավո։ Ահա, Պետրոս Ղազարյանը ինչ հաղորդում ուներ։ Աստված իմ, Պետրոս Ղազարյան չուներ, չեմ հիշում։ Երբ ես քեզ բացասական մի բան եմ ասում կամ ուզում եմ որպեսզի դու ուղղվես, ինչ եմ անում։ Խորհուրդ տալ։ Չէ, մի քիչ ավելի սուր տարբերակով։ Նաև երբ որ օրինակ մենք գնում ենք համալսարանում արմատն եմ բացատրում։ Ստոպ։ Ժամանակն ավարտվեց ցավոք քննադատել բառներ։ Բայց լավ է խաղ, առանձին դրեք այդ խաղակարտը, ամենը շատ լավ է խաղում։ Շատ լավ է։ Ոնց որ տանը պարապատ։ Քիչ ես թռել։ Հա չէ, լավն է, Չէ, այդ 5 օծիլը։ միավոր։ Տեսեք ուրախացել եմ 2 միավոր քիչ եք վաստակել։ Շատ լավն էր Ամելա ջան, այտենց պահի։ Մեր առաջին խաղի համար լավ է։ Հա, 18 տարվա փորձի համար 5 միավորը վատ չի ասել ձեզ։ Իսկ 18 տարվա ընկերության փորձ ունենք, այլ կերպ երբեք իրար հետ չենք Իսկ խաղացել օրինակ մեր կա բառը։ ես բառ ասեք ինքը հասկանա, բայց առօրյա։ Կարծում եմ, Հա։ Օրինակ ինչ որ ասեք ասես։ Օրինակ հիմա որ ասեմ մենք գնում ենք հուզվելու, բայց բացարձակ հուզվելու հետ կապ Դուք գնում եք չունեցող բան հոտ ինքը դոգ ուտելու, կհասկանա, ինչ որ ոչ։ տարբեր է։ Ինչ է։ Խմելու Չեմ ասել։ Խմելու։ Ոչ։ Հա, չեք ասի, նգարտնի։ Չէ, դա եթերային։ Բախտագուշակի մոտ։ Եթերային չի։ Օ, հետո չէ։ Աշկի սեսար ես էլ գնամ ուզվելու։ Ոայ, ես լավ ընջեց։ բոլորին հետաքրքրելու է։ Իսկ դու դավաճանում ես, չէ, հուզվել եմ ուղղակի։ Ծափահարենք Ամալիային 5 միավորի համար։ Հերթը մեր հաղորդման ամենալարված անձնավորության Հասպիկ ջան, հանգիստ եղեք։ Բավականին շատ միավոր ունեք։ Ես կասեմ ամեն ինչ։ Դուք ես սաղ կանեմ։ Ես եմ լարվում, ես պիտի գուշակեմ։ Հա, բայց բացատրողի համար էլ հեշտ չի, Արմեն ջան։ Շատ լավ, տալիս եմ 60 վայրկյան, 61։ Գնացինք։ Իրոք ասեմ, Մարկես ուր էր տանում, այն որ ասում չէ, տանում է երեխուն ինչ տեսնելու առաջին ապրես։ Ճիշտ է։ Բանը եվրո, այն Դրամ, դոլար։ Ճիշտ է, դոլար։ բանը 1 2 3 4 դրանք ինչ է։ Այդ ինչ թիվը ապրես։ Բարս թիվ։ Ճիշտ է։ Նայ, եթե ինքնագիրը չէ, ինքնագիրը Վիոլետի թերթը, ինչ էր կոչվում դրանից առաջ, կարող հիշես, ապրես, բնագիր։ Հա, պատճենել, ինչ ես անում։ Բնագրի հետ կապ ունի, թե այո, բնօրինակ։ Ճիշտ է, բրավո։ Աճել, մեծանա, Ծաղկել, փթթել, բարգավաճել։ ուրիշ ձև, աճել, փթթել, ծաղիկը, բույսերը։ Չէ, բույսը չէ, ասենք կազմակերպությունը։ Ճիշտ է, բրավո, զարգանա։ Քառակուսի փայտից է լինում, մեջ ինչ որ բան ես դնում, ինչա կոչվում։ Ծաղկաման, սեղան։ Չէ, տարա, որը վաճառքի համար ասենք օգտագործում Զամբյուղ, Չէ, քառակուսի է։ Ճիշտ է, արկը ղանցեք հաջորդ խաղակարտին։ Ժամանակն ավարտեց, վիշապը չեք հասցրել բացատրել։ Ամեն դեպքում ժամանակը ավարտվում է, խնդրում խաղակարտը վերադարձնեք։ Եկեք շնորհավոր ենք ամենալարված սմարթֆոն 6 միավոր։ Վիշապն էլ կարող եք շատ արագ, բայց դոլարից հետո ինչի վիշապը չբացատրեցիք։ Կրակա դուրս գալիս կենթանիա։ Համել ինքը վիշապի թեմաների մեջ է, իրան հետաքրքրում է։ Հա։ Չէ, շատ լավ է։ Այսինքն ոչ թե վիշապի թեմաների մեջ է, ինչ։ Ինքը սիրում է էլի առասպելական տենց բանահյուսական թեմաներ։ Տեսնենք մեր երրորդ փուլում կլինեն այդպիսի թեմաներ։
Անի ջան, հերթը հասավ ձեզ 4 հատ 15 վարկա եմ տալիս, որ դուք 18 տարվա ընկերներ եք ու մաղթում եմ լավ խաղ։ Գնացինք։ Որ ցանցա հյուսում, ինչն է, միջատ, Սարդ, ապրես, ինչ ես հավաքում, որ գնաս արտերկիր, ճամպրուկ, ապրես, Հայաստանի ազգային ինչն է, պատկերասրահ, ապրես, բանը, օրինակ, դրամա, ողբերգություն, կատակերգություն, ինչ են իրա, ժանրեր, ապրես, Ճիշտ է, ժանր։ ես որ ուրախանում ես, ինչ ես անում, ժպտում ես, կարճ, ժպիտ, okay, իսկ ինչ ժպիտ, լայն ժպիտ, ապրես, լիսի, ռադիոյում խոսքը ինչ ենք անում, մոնտաժում ենք, ձայնագրում ենք, ձայնագրել, Այո, ճիշտ է, ձայնագրել եւ նախավերջին բառը։ լիսի, չարի հակառակը, բարի, ու դրան գումարած ինչ մարդ ես, խելացի ես, բարեկիրթ, Ճիշտ է, ասեք հաջորդ խաղակարտին բրավո։ մեր օրգանը, որով ոչ չլինի կմահանանք, զարկում ապրես, երկու, պար, ապրես, անձրևի ժամանակ ինչ դղրդում, դալիս, ամպրոպից հետո, կայծը, կայծը, կարկուտ, 9 ամպրոպից անձրև խառնեց, Միավոր։ ես հպարտ եմ, Շատ ապրեք, բոլորը իսկապես գերազանց եք հանդես գալիս։ Մեր առաջին փուլը ունի 2 շրջան, Արմեն ջան, հերթը կրկին ձերն է։ Ասում են բանը տես որ տանը պարապել են, ասում են Հայաստանի ազգային, ասում են պատկերասրահ, ուրիշը կասեր հավաքական։ 1 րոպեն տրված Արմեն ջան, առաջինում 7 միավոր, տեսնենք այս անգամ ինչպես հանդես կգաս։ Գնացին։ Ինչ էր վաճառում Սարոյանը։ նարինջ, Ճիշտ է։ Պահանջարկի հականի բանը։ առաջարկ, Այտենց իրանց մասին գրքեր կան, ֆիլմեր կան, այն որ բանդանա են կապում գնում են լիճ նավով։ ձգնորս, Չէ, այն որ գողություն են Լճի ոսկե են թալանում նավերի վրա։ չէ, տղը չվերեցի, Ովքեր են թալանում, բանը Ջեք Վարաբեյը հայերեն ոնց բանը, կրում։ ծովահեն, Ճիշտ է, բրավո։ Թատրոնում ինչ են գնում դիտելու։ ներկայացում, Ճիշտ է։ Ինչով եմ սպա, այն որ շատ ինչով եմ սպասում, այս ինչ մեկի այցին։ Իմ սրտի ինչով։ սրտատրոպ, Այդ դրա նման։ Երկու բառից է բաղկացած։ Բանը սրտի տրոփյուն, աչքդ ինչ ա լինում կոպոտ։ թարթել, Սրտի։ Այդ առաջի տարով ուղղակի ուրիշ։ սրտի թրթիր, Ճիշտ է, բրավո։ Բանը ինչ այն որ գնում ենք մեքենան ապահովագրելու այդ ապահովագրությունը ինչ է կոչվում։ Այս 5 տարվա ինչ են տալիս։ Որ եթե մի բան լինի, առողջապահությանը, ավտոմոբիլ։ Ժամանակն ավարտեց, ցավոք, լավ եք բացատրել երաշխիք։ Չգիտեմ ոնց է։ Երաշխիք եւ հաճոյա խոսել։ 5 Դե միավոր։ լավ էր որ հաճա խոսել ինչ ասա։ Բայց լավ էր երաշխիքը։ Ես երաշխավորում եմ, որ լավ հաղորդում ենք դիտելու։ Ընկերներ, Ամալիա հերթը ձերն է։ 60 վարկանը տրված է, մաղթում եմ լավ խաղ։ Գնացինք։ ամրանը ավելի երկար է, քան ձմռանը, երբ որ մենք քայլում ենք, շողքը այլ կերպ ինչ է անկնում, ստվեր, Այո, ճիշտ է։ Հայաստանի ինչ ենք մենք բոլորս, քաղաքացի, Ճիշտ է։ ինչով ենք զանգում, հեռախոս, Ճիշտ է։ երբ որ վատ ենք զգում, ուր ենք գնում, որպեսզի մեզ օգնի, հիվանդանոց, Ճիշտ է։ մի վարքյան, մյուսը ասա, Ամենամուկ գույնը։ հա, ամենամուտ, սև, եւ ինչ ենք կապում մենք, գոտի, սև գոտի, Ձերքով ցույց եք տվել, բայց էլ չանեք։ Okay, երբ որ մենք մի բան արդեն կարդացել ենք, երկրորդ անգամ ենք անում դա, վերընթերցել, եւ երբ որ օրինակ ջրի վրա կան տենց մանրև, բջիջ, բջակ, չգիտեմ ոնց բջակ, Բխբջիջ ասեցի։ Բխբջակ։ Ասեց բառը, անցեք հաջորդ խաղակարդ։ մեծ եւ փոքր, ամիսները որ ցույց են տալիս, օրացույց, Ճիշտ է։ ասա, Ստոպ, Մեծ- ցույց տալ եք ասել, ամիսներ ցույց տալու մեջ օրացույց բառն եք ասել, ամեն դեպքում օրացույցը Կարող եք չենք չհաշվել։ հաշվի։ Կարող ենք հաստատ չենք հաշվի Ամալիա ջան։ 8 միավոր, ծափահարենք ապրեց, Անին եւ Ամալիային շատ լավ խաղացիք։ 8 միավոր 18 տարվա ընկերություն լավ է։ Հասմիկ ջան, լարվածությունը վստահ եմ մի փոքր կոտրվել է, չէ՞, ավելի հանգիստ ենք առաջ շարժվում։ Մաղթում եմ լավ խաղ, ավելի հստակ շատ մի ընկեք սարեր ձորեր։ Ես հասկանում եմ ձեր ուղեղում ինչ է կատարում, հանգիստ։ Ամենապարզ պատասխանը տվեք գոնե առաջինը։ Ես էի Մարկես չէի կարդացա։ չգիտեմ որ Այո, դու կարդացել ես, Գնացինք։ 1 րոպեն տրված է։ ինչ
ինչով ենք Գրիչ, դու գրքի ինչ ես խմբագիր չէ երբ որ դու գրում ես Ճիշտ է երբ որ ամուսինները բաժանվում են ինչա կոչվում դա ամուսին բառը օգտագործել եք բառարմատ եք օգտագործել անցեք հաջորդ բառը Մյուսը ասա հաս բլուրները Լեր սար սարը հիշի սար եւ էլ ինչ սար եւ էլ ինչ եւ փոխի արևը շողքը ուրիշ ձև ոնց կարող ես ասել չէ արևի շողքը շողերը արևի ճառագայթ երբ որ մի բան ուտում ես կամ ուտում ես դուր գալիս է վայելել ասած վայելել եւ ամուսնացությունից հետո բանկա գրված այդ բառը երբ որ նշտարով կտրող մասնագետը այո բժիշկ վիրաբույժ ճիշտ է եւ դուք չեք կարող անցնել լավ էլի պղպջակը պղպ ասեցի ինքը շարունակեց դա ամուսնալուծություն բառ չէ ինքը ասեց պղպջիչ ինքը պտարը չեր էլ ասել չէր ասել չէ ճիշտ ասում դե անցի հաջորդ չէ կարող ասել ամեն դեպքում բառարմատ եք օգտագործել ես ափսոսում եմ այս միջադեպի համար պարոն Արմեն բայց 6 միավոր եք վաստակել պետք չի տխրել այդ առումով եկեք ծափարենք Հասմիկին եւ Արմենին Իրանք տխրում են, որովհետև Երևան Bookfest վերջին անգամ կարծեմ կապանում ենք, չէ՞ խաղացել, որ Երևան Bookfest-ը գնում էր կապան, ցենց ուրախ ավտոբուսեր գրողներով այլ կերպ էին խաղում, ու իրանք մինչև 15-16 միավոր էին հավաքվում։ Ես գիտեմ որ այդպես է ընկերներ Հասմիկ ջան շատ ապրեք, շատ լավ եք խաղում ընդհանրապես մի տխրեք կարող է ես էլ ինչ որտեղ խիստ եմ, բայց հա ինչ անեմ որ ջղայնան մեկի վրա այնքան թե ջղայնացողներ եկան գնացին, բայց հաղորդումը դեռ շարունակվում է եւ եզրափակում ենք մեր առաջին փուլը Անիջան հերթը ձերն է գնացինք 1 րոպե տրված է Ինչու պատասխան Հարց շատ ճիշտ է իրենց Լսի նկարում են ինչ պլան ընդհանուր պլան եւ խոշոր պլան ճիշտ է խոշոր այտենց հեքիաթել կար նստում էին ու թռնում երկինք ինչ են նստում կախարդական են ավելի վրա ցախավել Չէ, բան է, ինչ եք շնչում օդ օթապարուկ Պարուկ օթապարիկ օթապարուկը լավ Դորիան Գրեյի դիմանեկարի ճիշտ է բրավո որ սենց Չէ, սպասի ասեմ, այն որ Արմենը ասեց է, երաշխիք ենք տալիս ինչի համար, մեքենատ ինչ ես անում։ ապահովագրում ես Ապրես, ապահովություն ապրես, երկմտել այլ կերպ։ Մտածել, տարակուսել, ամենահեշտը երկմտելը որ մի տեսակ կասկածել ապրես ու մնաց, ասա գիտես որ սենց մի տեսակ ես քեզ տարօրինակ բան եմ ասում, սենց կծու բառեր եմ ասում, այսինքն ինչ խայթում ես չէ, կծու բառը այլ կերպ։ խոսք Դիմացը ինչ վարունգ եմ ես սիրում։ թթ խոսք Ապրես։ Ճիշտ է ստոպ ժամանակն ավարտվեց Բարություններ Ես էլ եմ թթու վարում սիրում ինձ նման ենք իրար երեխեք Շնորհավորում եմ 7 միավորի համար լավ ես բացատրում ես Բայց թթու վարունգ ասեք տապակած կարտոֆիլի հետ ող գնանք ուտենք Գնանք չէ չկանի Այս ժամին իրանք հաշ չեն ուտում ինչ անես Շատ լավ ավարտվեց առաջին փուլը ընկերներ բավականին շատ միավորներ է հավաքվել 29-24 արդյունք է գրանցվել արժևում են առայժմ մի փոքր արժևում են Անին եւ Ամալյան եկեք ծափարենք նրանց Շնորհավորում եմ ձեզ լավ փուլի համար Ձեր տրամադրությունը շատ բարձր էր առաջին փուլում, երկրորդ փուլում չեմ խոստանում, բայց բավականին շատ միավորներ եք հավաքել, կարող է այսօր ռեկորդ լինի ու ասես չգիտեմ, անցնենք 100 միավորը, տեսնենք։ Կարող է այդպես դուք առանձնանաք օրինակ, բացի նրանից որ շատ ինտելեկտուալ եք ու շատ սիրուն եք նայում, ապրեք շատ։ Գնանք երկրորդ փուլ, տեսնենք այնտեղ ինչ է ձեզ սպասվում։ Գնացինք։ Գնացինք երկրորդ փուլ տեսնելու ինչ այնտեղ կա։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք հասանք երկրորդ փուլ, խաղում ենք 1 բառով։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր թիմակցին պետք է 1 բառով հուշի քարտի վրա գրված բառը։ Եթե հաջողվի, թիմը կստանա 5 միավոր։ Եթե չհաջողվի, խաղի իրավունքն անցնում է հաջորդ թիմին։ Մյուս թիմի մասնակիցը կարող է ավելացնել ևս 1 հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր։ Եթե չի հաջողվում, խաղի իրավունքը կրկին անցնում է մյուս թիմին, այսպես 4 անգամ, եւ ամեն անգամ միավորների քանակը նվազում է։ Արդեն երևում է, որ համ կանոններն են բարդ, համ ընթացքն է բարդ լինելու ձեր ժպիտները պակասեցի, բայց Հասմիկին առաջին փուլը, որ ինքը անցել, ասենց ուրախացել, այսօր վերջապես իրանց համար էլ է բարդ վերջապես պրծանք այդ առաջին փուլից։ Իրականում երկրորդ փուլը բավականին բարդ է ու ես շատ ավելի խիստ եմ, որովհետև կանոններն են այդպիսին, ու քանի որ հաշվի մեջ առայժմ զիջում են Արմենը եւ Հասմիկը, պետք է նրանք սկսեն այս փուլը։ Դուք ձեր մեջ հասկացեք ով է սկսում, ով է իր վրա վերցնում, կրկին դուք կվերցնեք հարվածը։
Արմեն ջան։ դու վերցրու։ Հայ ես ասեմ։ Լավ։ Ոնց կուզեք, որոշեք։ Արմենը Դու կսկսի։ որոշի, ես եմ սկսում։ Արմեն ջան, կարդացեք բառը, հիշեք, որ դուք գրեթե ժամանակ չունեք բառ հնչեցնելու համար։ Խնդրեմ։ Կնիկ։ Կնիկ։ Նամակ։ Ոչ, նամակը բարձ բառով այնտեղ նամակ գրված չէր լինի, հիշեք, որ այնտեղ ամեն դեպքում բարդ բառեր են գրված, խաղակարտը փոխանցենք Անին, խնդրում եմ։ Հնչել են կնիկ եւ նամակ բառերը։ Հիշում ես, չէ՞ այդ բառերը։ Որն է պետք, նամակը պետք է հիշել։ Երկուսն էլ պետք է։ Նամակը եւ կնիկը պետք է հիշել եւ եւս մեկ բառ։ Եռագույն։ Եռագույն։ Դրոշմանիշ։ Այո, բրավո։ 4 միավոր, 18 տարվան գերիցն իրեն ասում է։ Բայց ման ասեմ, որ ասած ես էլ բանայեցի գուշակեցի։ Խաղը այդպեսին է, օրինակ Շատ լավ ասեց։ ես կարող եմ ձեզ մի հրաշալի խորամանկություն ասել։ Օրինակ, ով սկսում է խաղակարտը առաջին, կարող է, որ հասկանում է բարդ բառը, նենց բան պիտի ասես։ Եթե հասկանում ես նենց բառ չկա, որ շփոթեցնող, ճանապարհը շեղող։ Կարող ես։ Հա, չէ, հեշտ դրոշմանիշը շատ լավ ասեցի։ Դրոշմանիշը Լավ լավ։ բացատրեցի։ Շատ լավ ասեց Անին։ 4 միավոր շնորհավորում ենք, հաջորդ խաղակարտը առանձնացնենք, հաջորդը դուք եք։ Ամալիա, խնդրում եմ կարդացեք ինչ է այնտեղ գրված։ Ահա, մեկ բառով 10 վայրկյան։ Ճամփորդություն։ Բեմ։ Ճամփորդություն, ված չի։ Մի լարվի, մի հուզվի։ Ունեք 8 Բարդ վայրկյան։ բառեր, չէ՞։ Այո։ Ճամփորդություն։ Արձակուրդ։ Բրավո, ոչ, չէ, Ես ասում եմ բարդ բառ Միշտ անում ենք մենք այս հնարքու տեսնում եմ այդ հայացքի, որ ուրախանում է, բայց իհարկե ոչ։ Արձակուրդ Ոչ մի բառը։ բարդ բառ մտքովս չանցավ արձակուրդ։ Շատ է։ Հիմա ուշադիր լսի։ Մի րոպե այն կապ ունի։ Որը հիշի, արձակուրդը, ճամփորդությունը։ Արձակուրդը կարաս հիշես։ Ճամփորդությունը էլ կարաս հիշես։ Բառարմատներ։ Գրողների միության Ծաղկաձորի Չէ, մեկ բառ պետք է ասեք։ Մեկ բառ։ Ծաղկաձորի տուն։ Դա երկու բառը խնդրում խաղակարտը վերադարձրեք Ամալիային։ Ծաղկաձորի տունը երկու բառ է։ Կամ պիտի ասեիք տուն, կամ պիտի ասեիք Ծաղկաձոր։ Բայց մենք դեմ չենք, եթե Արմենը օրինակ Եթե դուք դեմ չեք, ես դեմ եք։ կներեմ ամեն դեպքում, բայց Եթե գուշակի խնդրում եմ էլ ավել բառ չասեք։ Ունեք Մենք դե պատասխան։ չենք կարող եք։ Դերություն։ Հատ մտած։ Մեկ բառ պետք է ասենք, մեկ։ Իջևանատուն։ Բրավո։ Ամալիա, հերթը ձեն։ Ասելա չէ։ Մեկ բառ ընդամենը։ Տոմս։ Տոմս։ Տոմս Մոնտե Քրիստո։ Մի րոպե։ Դու կարաս հիշես իմ Տոմս միած կարող ասածները։ եմ, չէ՞, բարձրաձայն ասել։ Տոմս։ Տոմս, արձակուրդ։ Ավիաթռիչք։ Ավիաթռիչք, ոչ, իհարկե ոչ։ Վերադարձեք Հասմիկին եւ եզրափակում ենք այս խաղակարտը։ Մեկ բառ ասեք, նոր բառ։ Մի հատ դու ինձ ասա, որոնք հիշեն, որոնք չհիշեն։ Արձակուրդ։ Արձակուրդը հիշի, ճամփորդելը մոռացի, իմ ասած գրողների տունը հիշի, կամ Ծաղկաձորի տունը հիշի։ Okay։ Պիտի Տոմսը։ Տոմսը կարաս հուշես։ Եվ նոր բառը իրավունք ունեք, ինչի՞ չեք ասում նոր բառ։ Մեկ բառ։ Ճամփորդությունը ասվել էր։ Պիտի գուշակես է արդեն։ Արդեն պիտի գուշակես, չունենք բառ։ Չէ, բանը նախագահ։ Չէ, всё, ասեմ, նախագահ։ Շատ է։ Նախագահ չէ։ Հասպիկ ջան, դուք չեք լավ չեք։ Նախագահ, լավ, օքեյ։ Չէ, Նախագահ, բայց մոռացա։ Ուղևորություն։ Ոչ, ցավոք։ Ուղեգիրն է։ Ուղեգիր, Ճամփորդություն ուղեգրով չենք գնում։ Այո։ Գրողներին է, որ Ծաղկաձոր Ոչ, գնալ համար ուղեգիր ուղեգիր է Հեշտ է, էլի կողքից ասել։ Ոչ թե չեք գուշակում, այլ որ ասում ենք կապունի դրա։ Երեխեք, մի տխրեք։ Լավ բառ է, Արժևում էլի լավ։ կան խաղակարտեր։ Հերթը ձեր է հասնի, Դու խնդրում մի եմ տխրի, որ կարդաք։ իրանք էլ չհաղթեցին։ Այո, Ուրախացի։ այո։ Գնացինք։ երեխա։ Երեխա։ Մեծահասակ։ Ոչ։ Բարդ Վերադարձեք։ բառ եմ ասում, Ամալիա։ ինչ։ Երեխա, մեծահասակ, Երեխան հիշի։ Գնալ։ գնալ։ Լավն էր։ Շատ լավն էր։ Մնում է 10 վայրկյան ունեք դուք։ Երեխա գնալ։ Ունեք 4 վայրկյան։ Ահա, իմացա։ Արմեն ջան, մի Երեխա խնդրեք գնալ։ անենք, հա։ Չունեք ժամանակ, հենց հիմա պետք է հնչի բառ։ Կհուշես։ Կարաս Ասա, հա։ Միջա դուք չեք կարող, դուք չեք կարող։ Չոչոներ։ Ոչ։ Դուք կարող եք առանց հուշման, ուզում եք առանց։ Ավելի բարձր մի ուրեմն ստանա։ Այո։ Մանկապարտեզ։ Ճիշտ է, բրավո։ Մանկապարտեզ
Եվ դուք վաստակեցիք 4 միավոր, այս պայն առավելագույն միավորը։ Շատ լավն է։ Հեշտ էր, բայց երեխա գնա, լավ ուշում էր։ Մի հատ նենց արա թող լացի։ Մարդը ես եմ սխալվում։ Եթե ես հետո կլացածնեմ։ 18 տարվա ընկերություններ են գնում ընկնում ջուր այս ավարտան պատճառով։ Անի ջան, եզրափակում ենք այս փուլը, խնդրում եմ կարդացեք։ Այո։ Ունեք 10 վայրկյան, հանգիստ կարող եք մտածել, մի աշխարհ ժամանակ կա։ Արդեն 6 վայրկյան։ Հաշմանդամ։ Օհ։ Անվասայլակ։ Ոչ, խնդրում եմ խաղակարտը փոխանցել։ Հաշմանդամ եւ անվասայլակ են հնչել։ Հաշմանդամ, Դարավանդ։ Դարավանդ։ Այո, մեկ բառ պետք է ասեք։ Հաշմանդամ։ Մտածեք, ունեք 10 վայրկյան։ Անթացուկ։ Հետո ինչ է։ Անթացուկը Չգիտեք, դուք ես չգիտեի անթացուկ։ ինչով որ մենք քայլել։ Հիշի։ Ասկշիշն էր ասում ես լրիվ։ Հաշմանդամը ու անվասայլակը հիշի։ Եվ Երկուսը հիշի։ Ու աստիճան։ աստիճան։ Թեքահարթակ։ Չեմ հողոքում։ Որտեղից գիտես դու այդ բառը։ Թեքա։ Դարավանդը թեք չի։ Դարավանդ ինձ թվում էր հնդիկ երգիչի անունը, լուրջ եմ ասում։ Մոլեգին հողմերի Դարավանդ։ Ես էլ եմ իշտ այդ բառը մոլեգինով բացատրում։ Դուք վաստակեցիք 3 միավոր, շնորհավորում եմ դրա համար թեքահարթակ բառը գուշակելու համար։ Խաղի մեջ թեքահարթակը գուշակել, այդ մի հատ sense ամբողջ ճանապարհ պիտի անցնես։ Եկեք հնչեցնեմ այս փուլի արդյունքները նույնպես 7-4 հաշվով, այս փուլում նույնպես հաղթեցին Անին եւ Ամալյան։ Իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 36-28, առայժմ փոքր առավելությամբ արժևում են Ամալյան եւ Անին, բայց մենք ունենք երրորդ փուլ, որտեղ ավելի հավես ուրախ փուլ է սպասվում, մի հատ էլ եզրափակիչ, նես որ չենք տխրում։ Գնացինք երրորդ փուլ, ընկերներ, տեսնենք այնտեղ ինչպես հանդես կգան այս գիտակները։ Ուրախ զվարթ մենք հասանք երրորդ փուլ, խաղում ենք զիլ-զար խաղի զիլ քարտերով։ Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ է։ Մասնակիցը պետք է ընտրի թեման եւ 1 րոպեում իր թիմակցին բացատրի համապատասխան բառերը, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Եթե հաջողվում է 1 րոպեում բոլոր 4 բառերը բացատրել եւ դեռ ժամանակ է մնում, իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Այս փուլում քարտերը բաժանված են որոշակի թեմաների։ Խոսում է հայ ֆիլմը, ստեղծագործություններ, անուններ ու կերպարներ։ Շատ լավ թեմաներ ունենք։ Շատ լավ, այո։ Դուք վստահ եմ ստեղծագործություններից տեղյակ եք, անուններ կերպարներից տեղյակ եք, դե հայ ֆիլմից ընդհանրապես տեղյակ եք, բայց զգում եմ, որ լարված եք, որտեվ պատասխանատվություն կա չասեն հայ ֆիլմ չեք նայել, բայց մենք վստահ Մենք կտրենք ստեղծագործություններ, անուններ, կերպարներ եւ խոսում է հայ ֆիլմ։ բոլորը։ Քանի որ կրկին փոքր-ինչ տարբերություն կա հաշվի մեջ եւ զիջում եք դուք Արմեն ջան, դուք պետք է սկսեք էլի։ Կարող եք զրուցել, հասկանալ ինչ թեմայից եք լավ, ով է սկսում նախ։ Ով է սկսում։ Արի ես սկսեմ, ստեղծագործություններով։ Անիվը պետք է։ Ստեղծագործություններով եք ուզում սկսել։ Սիրում եմ sense բան, 1 րոպեն մինչև չտամ։ Այ հակներեք։ Իսկ այլ կերպ դուք խաղացել եք մինչև այս։ Առհասարակ իհարկե։ Իսկ այս հենց զիլզար խաղը չեք խաղացել։ Ինչ լավ է, որ սա դեբյուտ է ձեզ համար։ Զիլզարը շատ հետաքրքիր է, ունի 5 խաղ իր մեջ, սա խաղերից մեկն է։ Անպայման մնացածը նույնպես կարող եք պայքարել եւ ունենալ այսօր նվեր եւ խաղալ մնացած խաղերը նույնպես, որովհետեւ շատ հետաքրքիր փաթեթ է խաղերի։ Լավ։ Մաղթում եմ լավ խաղ, գնացինք, տեսնենք ինչ եք անում, 1 րոպեն տրված է։ Թումանյանն ա գրել եմ որ կռիվ են անում իրար հետ։ Շունն ու կատու։ Մյուսը։ Քաղցր ապրես։ Բանը Շեքսպիրի բաներից է։ Ողբերգություններից է, չէ, անունը պետք է ասես։ Լիրարքա, Համլետ։ Սպասի ասեմ, բանը, այն որ մի հատ կոֆեի տեսակ կա է։ Ողբերգություն, պիեսա։ Հա, լավ, պասիրուժ բան ասեմ։ Ռոմեո Ջուլիետը։ Լավ, մի հատ էս մյուսը ասեմ բան։ Ֆրանց Կաֆկա հիշում ես։ Կերպարանափոխություն, դատավարություն։ Ճիշտ է։ Բանը Սիրունի Ուրիզևը ոնց են ասում։ Գեղեցիկ։ Ապրես։ Օրիորդ Ուրիզևը անգլերենով ոնց են ասում։ Մադամ, լավ, պասի ասեմ։ Ես Սարական հոլովը։ Իմ։ Ապրես, իմը հիշի, երկրորդը ինչ բառ ասեցի։ Գեղեցիկ։ Չէ, գեղեցիկ Ուրիզև ոնց էր։
Շատ սիրուն, շատ։ Այո, իմ Չքնաղ տիրուհի դիցուհի։ Չէ, անգլերենով այդ բառը։ Իմ չքնաղ օրիորդ։ Արևի հակառակը ինչ գիշերը։ Արևի հակառակը ինչ։ Իմ չքնաղ լեդի։ Այո, ստոպ, ժամանակն ավարտվեց։ Երեք միավոր վաստակեցիք, շատ ապրեք, լավ սկիզբ է։ Լավ, լարվածությունը հաշվի առնելով լավ սկիզբ է։ Անի ջան, հերթը ձերն է, ընտրեք։ Երեքը մեծ ազրը։ Ստեղծագործություն, թե անուններ կերպարներ ընտրեմ։ Ես քանի որ վատ հիշողություն ունեմ, ինչ ուզում ես ընտրել չեմ հիշել։ Սկսեմ անուններ կերպար։ Ես այս փուլում պատրաստ եմ պարտվել մեր գրողներին, բայց փորձ Անուններ կերպարներ։ Շատ լավ թեմա է։ Գնացինք 1 րոպեն, արդեն ունենք։ Լիսի օպերային երգիչը Բոչելի, ապրես անունը Անդրեա Բոչելի։ ապրես մեր կոմիկներից է, հայ կոմիկ կավենում էլ է երգում է VIP դրախտը Ռուսաստանի հայտնի Գարիկ Մարտիրոսյան։ Այո, ճիշտ է։ Լիսի, ոնց իրան բացատրեմ ես։ Մինոպե Երկրորդի մասին է խոսքը, թե երրորդի։ Երրորդի։ Երրորդը Երկրորդին ավելի հեշտ անգլերենի երկրորդի ոնց բացատրեմ, որ կռահես։ դժվար։ Հա։ Երրորդին չեմ բացատրելու։ Օպենհայմերի գլխավոր դերասանը։ Ֆրանսիս ինչ Ֆիցջերալդ։ Էլի հիշի։ Ստոպ, ժամանակն ավարտվեց, բարդ էր վստահաբար։ Ռիդլի Սքոթին կներեք Ռիդլի Սքոթը չեմ ռեժիսոր շատ մտաբել։ այո, Ռիդլի Սքոթը շատ բաներ ունի։ Այսինքն շատ տեղ է նրա անունը գրված։ Երկու միավոր դուք արխիվում եք, մենք դες բարդ բաներ ենք տվել, որ մի քիչ հետ գաք, այս մեր ընկերները շատ չնեղում են։ Ջոկողություն է կարել մեզ բարդ բաներ։ Այո։ Բայց այն անգլերենը լավ էր բացատրում, դրանով պարապել ենք։ Մրֆին էր, հա անգլերենով է ուզում բացատրել, բայց էլի մրֆին գուշակելու է, բայց անգլերենի կապույտ։ հաստատ Քիլիան մրֆին չէր իշել։ Զրոյից լավ է ամեն դեպքում։ Անուններ կերպարներ թե ստեղծագործություններ վերցնել։ Գիտեմ, մի բարդացրեք ստեղծագործություն։ Լավ, ստեղծագործություններ 1 րոպեն գնաց։ Վերցրեք։ Թումանյանի պոեմներից է Անուշ։ Վանաձորի մարզը։ Բան Լորենս Իսակոն։ Ճիշտ է։ Բանը Հեկտոր Մալոյի ամենահայտնի վեպը։ Առանց ընտանիքի։ Ճիշտ է։ Ֆլոբերի ամենահայտնի վեպը։ Մադամ Բավարի։ Դե ճիշտ է։ Տիկին Բովարի ճիշտ է։ Տիկին Բավարի, Մադամ Բավարի։ Այն ամենահայտնի նկարը, որ կա բանում։ Մոնալիզա։ Այո, ճիշտ է, մի անգամից ասեցի։ Աբովյանի ամենահայտնի վեպը։ Վերք Հայաստանի։ Ճիշտ է։ Բանը մի հատ ամսագիր կար, որտեղ ես թղթակցել եմ մանկապատանեկան ամսագիրը։ Ծիծեռնակ, աղբյուր։ Նունեն էր Ալեքսանյան, Զարան Չեմ Վաթյան։ հիշում։ Հա, գիտեմ, Արվածաղիկ։ Դրա հոգնակին։ Արվածաղիկներ։ Ճիշտ է։ Բանը այն այս որ ստեղծ։ Մի օգնեք։ Արմատով Բանը ասա։ թագավոր, մյուսը։ Թագուհի։ Ինչ թագուհին։ Թագավոր արդեն թագ բառից է։ Ստոպ, արմատ եք օգտագործում։ Թագավորին է թագվարը թագուհու։ Այստեղ արմատը ներելի էր, ես հիշում եմ այդ։ Ոչ միտեղ Ես արմատը ասեցի, ներելի ես չէ։ ամբողջ ստեղծագործությունները վերցնելու եք, մեր Շատ լավ, բայց ամեն դեպքում 6 միավոր եք Շատ վաստակել։ լավ, Շատ լավ այո, հետ այո։ վերեցին միավորները։ Ասում եմ։ Շնորհավորում եմ ձեզ, Հասմիկ եւ Արմեն, շատ լավ խաղացիք։ Ամալիա, հերթը ձերն է, ընտրեք թեման։ Ստեղծագործությունները ընտրի ավելի հավաքան անունները։ Անունները բարդ է։ Անուններ կերպարներ կարող է լինել բար, կարող է լինել հեշտ։ Հա, 1 րոպե տրված է, վերցրեց Ամալյան, արդեն առանց իմաստ։ Նանի Աբգարյանի Մանյունյա։ Էտա։ հա, եւ բալետի թատրոն, Օպերա։ ահա, եւ Օպերայի եւ այդ օպերայի պահի մահացած մարդու, որ ուրիշ բացատրեմ, ինչեվ հասկանամ ինչ ասում։ Ուրվական, հա, Ինչի ուրվական, հա, ասա, հա, ուրվական։ Ինչի ու բալետի Սկզբում թատրոն։ ասեցի, Ուրվականի անսկիզբ ասել ես, ինչի բալի ուրվականը։ Այո, ճիշտ է։ գինի են խմում, Թումանյանն ա գրել, թե չլներ գինին ու գինին որտեղից է այդ արտահայտությունը։ Աստված, առումը, ինչի առումը, Թմկաբերդի առումը։ Ճիշտ է, բրավո, լարվեցիք արնի։ Հռոմի կողքը որն է գտնվում։ Հենց Հռոմի մեջ է գտնվում, բայց Ոչ, Հռոմի Ինչն է։ մեջ չի։
բայց Իտալիայի մեջ, Հռոմի մեջ, դուք Վատիկանի հետ եք Վատիկանի Վենետիկի վաճառականը, բայց դուք վաստակեցիք 3 միավոր, ես ձեզ ասեմ, ձեզ ընդհանրապես խանգարեց լարվածությունը։ Ես սկզբից մոռացել էի մենք ընդհանրապես որն էինք ընտրել։ Հա, ես օրինակ խառնել էի անունը, Ես հիմա չեմ կարող որ ասացի Համլետի հայրը։ բայց առաջին անգամ վերցրել հիշեցի արդեն։ Ջել չեք կա։ Հա, օքեյ։ Լավ էր, էլի լավ էր։ Չէ, շատ լավ էր Անի ջան։ Իսկապես երևում է որ դուք շատ մոտ ընկերներ եք, հավասար լարվեցիք, հավասար հրաժեշտ տվեցիք։ Մենք էլ ենք լարվում իրանց խաղի Հա, ժամանակ։ շուտից պահել է լուրջ, ասում մի տեսակ ճնշումը սնգավ ձեր խաթեր, բայց շատ լավ։ Մենք ունենք 2 շրջան։ Հերթը կրկին ձերն է հասմիկ, ընտրեք թեման։ Դե չես կարող ստեղծագործությունները, Ասես չէ, չես կարող։ Այո։ Անուններ եւ կերպարներ։ Այո։ 60 վայրկյանը տրված է, գնացինք։ Նկարիչը շատ հայտնի, Վան Գոգ։ ասեմ, չէ, սպասի ասեմ։ Լավ, հայ երաժիշտ, ինչ Լյութեր Քինգ, Մարտին, Մարտինը հիշի, ծաղիկների թագուհին ինչն է։ Վարդ, Ապրես, հիմա Մարտինը հիշի, Վարդը հիշի, այս ինչ խաղ է, որ Այլ գցում են, որ Ինձ դասավանդել են։ նարդին որ գցում են, ինչ են Զար։ գցում։ Հիմա այդ Վարդը հիշի եւ Զարը հիշի։ Մարտին Վարդազարյան։ Այո, բրավո, բայց Բան երկչուհի այն շատ հայտնի ամերիկացի, որը տես ջահել է, Հիմա էլ կա։ Տեմ ռմ տեմ տին տիրին։ Ինչ որ բան է ստացել։ տենց բում արեց ինքը շատ։ Մի րոպե, ինչ որ կարող։ Այս մեկը կոմպոզիտոր չգիտեմ ոնց Ինչ է ստացել։ լիքը բաներ ասացել։ Էլ չգիտեմ ինչ անվանեն ձեր համար։ Չգիտեմ։ Ուրիշ բան։ Չէ, լավ չեմ, չգիտեմ ոնց բացատրեմ։ Ափսոս։ Ստոպ։ Բիլի Այլիշ։ Դե Էլի բան չասած երևում է Բոտիչելի, դրա։ Ֆելիքս հա, Մենդելսոն բայց, չգիտեմ ոնց բացատրեի։ Բայց Բայց ես ձեզ ասում եմ բրավո, որտեղ Մարտին Վարդազարյանը նես լավ եք բացատրել։ Իրականում շատ ուրիշ տեսակ Նկարիչ ով էր։ բազմաթիվ ֆիլմերի Բոտիչելին երաժշտություն է սիրելի։ ստեղծել։ Այս իմ հեռախոսի վրա ում նկարն է։ Մեկ միավոր վաստակեցիք։ Հիմա իմ հերթն է ու ես անուններ էի ընտրել, այսինքն կարող եմ հիմա ստեղծագործություններ ընտրել, չէ՞։ Այո, ստեղծագործություններ։ Այո։ Պատրաստ եք, լարվածություն նկատեցի փոքրիշ։ Հա, որովհետև ես առհասարակ անուններ շատ վատ եմ հիշում։ Դրա համար իմ ինքնավստահությունը այստեղ ընկնում է, որովհետև առհասարակ անուններ հիշելուց շատ վատ եմ։ Շատ լավ, տեսնենք։ Ստեղծագործություններ ենք խաղում, գնաց։ Ստեղծագործություններ։ Գնացինք 60 վայրկյանը տրված է։ Ահա, Իսահակյանի ամենահայտնի գործը։ Ապրես։ Բրավո։ Բան Դաստայևսկին, Ապուշիչի, Ոչիրներչի եւ Պատիժ, քույրեր, մյուսը մենք ինչ եղբայրներ, ինչ րոպե, ինչ եղբայրներ։ լավ, հոգու ինչ։ Ասեք։ Կարամազիչ։ Ճիչ։ Ճիչ, այո։ Ինչ եղբայրներ չասեցիք։ Միկրոֆոնը։ Հա, Ասեք ինչ եղբայրներ։ Կարամասում ու կարամա։ Դե հուշել են իրական։ Լսի, սա արի սենց բացատրեմ։ Հարուստ հակառակը։ Աղքատ։ Դա երկրորդ բառն է։ Դա երկրորդն է։ Թագավորի տղան։ Արքայազն Արքայազնը եւ աղքատը։ Այո, ճիշտ է, անցեք հաջորդ խաղը։ Բան մեր Հեքիաթ Թումանյանի այն կնոջ մասին, որ չունի թև։ Կրնատ աղջիկը։ Ճիշտ է, շատ լավ բացատրեցիք։ Այս շատ լավն է, բայց ոնց ես քեզ արի սենց բացատրեմ։ Առաջինը հակառակը։ Ես ոնց որ ավելի հիշեն։ Չէ, լավ, սպասի։ Ստոպ, շամանակ։ Վերջին մոհիկանը։ 5 միավոր եք վաստակել, դուք կմնաք պատմության մեջ, այո։ Հասմիկի օգնությամբ իհարկե կարամասում։ Անի ջան։ Մենք կարող ենք մի միավորը չհաշվել, որտեղ իրանք են ուշ։ Եթե մի միավորը չհաշվենք, դուք չեք կարողացնել հաջորդ խաղակարտին, այնպես որ կհաշվենք, լինում է այստեղ ընկերական օգնություն։ Վատ մի Լավ, զգացեք։ ոչինչ, մենք Մի չէ, վատ մի զգացեք։ Դուք կարող եք իրենց օգնել։ Ես դա իրականում չէի։ Նորմալ է, որ լարվածության մեջ չհիշես Կարամազովը։ Ես կարդում եի, երկար չէի հասկանում ինչա գրված այստեղ։ Այնպես որ հանգիստ եղեք, Ամալիա։ Կարևորը մենք բոլորով տեսնում ենք, թե դուք ինչ լարված եք։ Արմեն ջան, շարունակում ենք, ընտրեք թեման։ Խոսում է հայ ֆիլմը։ Բրավո։ Գնացինք, 1 րոպեն տրված է։ Հայտարարել ենք մեկը։ Այն որ խաղում է Ֆրոնզիկ Մկրտչյանը, ինքը պատրաստում է այն որ ձիու վրա որ թորիկը թամբը որ գցում են, այն իր աշակերտը որ գալիս է չի կարողանում թամբը գցի, ու սկսում է Ֆրոնզը գոռում է, ասում է Մկրատով ինչ են անում։ Կտրում են։ Ինչ ասում։ ինչ
Ինչ արեց։ Ինչով Հա, բանը Գոռում է։ ասել մյուսը։ թելը կդրավ։ Այո, թելը կդրավ ճիշտ է, կդրավ, թելը կդրավ։ Ապրես բանը Հաջորդը։ Լսես մեկը չի։ Սա նվագախմբի տղաները։ Հա, օքեյ։ Չէ, Միմին։ Չէ, Միմինոից է։ Միմինոից։ Ճիշտ է։ Պես, Հյուրանոցով։ Այդ նման ահա, դուք բարի տրականը։ Դուք ձեզնից։ ձեզ Ձեր հալը ձեզ նման Okay, ձեզ նմանները Հայտարարակներ ռեսպուբլիկան։ Ճիշտ է, բրավո։ Ստոպ, ժամանակն ավարտվեց 4 միավորը ամեն դեպքում տարակ ձեզ հետ տուն։ Ասեք որ շատ լավ թեմա էր, Շատ լավներ, ափսոսացի։ Շատ լավ։ Հա, գայլեր բան։ Ամարյա ջան, եզրափակում ենք մեր երրորդ փուլը։ Ոգեշնչված ես էլ ընտրեմ խոսում է հայ ֆիլմը եւ հուսով եմ Գնացիք 1 րոպե տրված է, ասում եմ վերցնում, նայում էլ չի արցնում, մենք գործի ենք ստեղ գործի։ ասում են գրքի դա չի Գողը երկրորդ բառը մենք ինչ ենք խմում Ինչ ենք խմում ամենա։ ջուր։ Ջրի գողը ինչ։ Ասում ջրի ինչ գողել։ եղանք Հա, ջրի գողել։ ինչ եղանք Եղանք։ Հա, դառան, ճիշտ է։ Համարում եմ ճիշտ պատասխան։ երբ որ ինչ որ մեկը անդադ տեղյակ է մեր գործողությունից ինչ ենք ասում Հարսնասին հյուսիսից։ Որով էլ ասում ենք Հարսնասին հյուսիսից ում որ ասում է։ Կարող է պատահի մեզ հետ։ Ճիշտ է, ամենից գագարտ է, բրավո։ Մենք ենք մեր սարերը։ Դու էլի հյուշի թեկուս բառը ես կփորձեմ հիշել։ չգիտեմ ոնց բացատրեմ սա Դու ինձ բառը Մենք ասա, ենք մեր ես սարերից կփորձեմ ամենահայտնի Համոն ֆրազը։ փողը չի տվել։ Չէ։ Բաղնիկ։ Բաղնիկը։ Է որ ասում է, շերենցն է ասում, շերենցը։ Բառը մի հատ հիշացրու, հիշեցրել։ Բաղնիկը Բաղնիկը։ Ա դու որ չլիներ ես լողացողը չէի։ Ճիշտ է, բրավո, չհաշվենք ես չեմ բացատրել Ոչինչ, օգնել ենք Չէ, ազգովին։ բայց այս ազնիվ չի, եկեք Ազնիվ չհաշվենք։ չի։ Եկեք Մենք չհաշվենք։ մեր սարերն մեր սարը։ են։ Հա, բայց ես չէի հիշում դրա Հա, համար եկեք։ այն բանն էլ է։ Հիմա հաշվենք թե Չէ, չհաշվենք։ Հայ հաշվենք, չհաշվենք։ Չէ, Մենք հաշվում ենք ամեն դեպքում այս միավորը, որովհետև իսկապես հնչել է ամեն դեպքում միամուր կերպով ընկերական մթնոլորտում մենք գտանք ամեն դեպքում ինչ այնտեղ գրված եւ ավարտվեց երրորդ փուլը, հնչեցնեմ արդյունքները, սիրելի ընկերներ։ Դուք վաստակեցիք 6 միավոր այս խաղակարտով, իսկ այս փուլը 16-14 հաշվով կրկին հաղթեցին Անին եւ Ամալյան, բայց շատ մոտ պայքար է։ Ինչ վատացավ տալիս եմ մի տեսակ Այս փուլը շատ ընկերական էր, լավ։ Ընդհանուր խաղի հաշիվն է 52-42, 10 միավորի տարբերություն կա։ Հիմա կթվա տխուր է Արմենի եւ Հասմիկի համար, բայց ես կասեմ ոչ, որովհետեւ մենք ունենք եզրափակիչ, որտեղ դուք կարող եք 20 միավոր վաստակել։ Այսինքն կարող եք գալ եւ անցնել խաղի մեջ, որոշեք ով է ձեզնից գալիս եզրափակիչ։ Մեզնից։ Այո, դուք թե Հասմիկը։ Ոնց ես ուզում։ Ինձ հարմար չի գնալ։ Ես կգնամ։ Արմեն դուք եք գալիս եզրափակիչ, ապրեք, շատ ապրեք, 10 միավորի տարբերություն ունեք, շատ ռիսկային բավականին որոշում էր, իսկ ձեր թիմից Ես կարծում Անին գնա։ Անին եւ Արմենը կմրցեն եզրափակչում 52-42 հաշվով։ Շնորհակալություն ենք հայտնում Հասմիկին, ես շնորհակալություն ենք հայտնում Ամալիային այս լավ խաղի համար։ Իսկ մենք գնանք եզրափակիչ, տեսնենք ով է այսօր նվերներ տանում տուն, սիրելի ընկերներ։ Գնացինք ինտելեկտուալ պայքարը ավարտելու։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր ինտելեկտուալ խաղը շարունակվում է, այս հզոր մարդիկ հասել են եզրափակիչ, ճիշտ է 10 միավորի տարբերություն կա, բայց եզրափակիչը միշտ թույլ է տալիս գալ եւ անցնել հակառակորդին, այնպես որ չենք լարվում Արմեն ջան, հետո մենք ունենք նաեւ նվերներ, պետք է մոտիվացնեմ ձեզ հիմա։ Ես ներկայացնեմ մեր նվերները այլ կերպ ընկերության կողմից տրված մի շնչով խաղն է, որը շատ ակտիվ աժոտաժ առաջացնող տեմպով խաղ է, 7 վայրկյանում 3 ճիշտ պատասխան պետք է տաք հրաշալի խաղ տուն տանելու համար։ Խոսքի մեջ խաղն է, որը մեր հենց եզրափակչի խաղն է, շատ արագ հարցեր, արագ կողմնորոշվելու ունակություններ եւ այլն, եւ սեր խաղն է, որը զույգերի համար է նախատեսված, սենց երեկոները ջերմացնող խաղեր են, այո, տուն տանելու խաղեր են, բայց տնից դուրս չգալու խաղ է, սեր խաղը, ես ես ասեմ, շատ ջերմացնող, սենց ինչ որտեղ համարցակ խաղ է, այնպես որ այդ խաղը նույնպես կարելի է տանել տուն ու վայելել։
Այստեղից երկու նվեր կհասնի հաղթող թիմին, այնպես որ պայքարում ենք նվերի համար։ Եթե դուք այնքան լավ ընկերներ եք, կարող եք հետո իրար հետ կիսել այդ խաղերը, դուք արդեն կորոշեք, կարող եք եթերում էլ որոշել։ Ես հիմա հնչեցնեմ եզրափակչի կանոնները ու սկսենք։ Եզրափակիչ, խաղում ենք խոսքի մեջ։ Մասնակիցների համար հնչելու են հարցեր որոշակի նախապայմանով։ Ամեն անգամ պատասխանելու իրավունքը տրվում է այն մասնակցին, ով առաջինը կսեղմի կոճակը։ Եթե կոճակը առաջինը սեղմողը չի կարողանում պատասխանել, պատասխանի իրավունքը անցնում է մյուս մասնակցին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը 2 միավոր է։ Այո։ Մաղթում եմ համակ ուշադրություն, լավ եզրափակիչ։ Գնացինք։ Առաջին հարցը։ Նկարիչ A տառով սկսվող։ Աստծո։ Խնդրեմ։ Արշիլ Գորկին։ Ճիշտ է, բրավո, հասցրեց։ Շատ ապրեք, բայց դուք պետք է հասցնեք Արմեն։ Գնացինք։ Մաթեմատիկական նշան եռավանք։ Խնդրեմ։ Գումարած։ Գումարած։ Ճիշտ է, ճիշտ պատասխան։ Հաջորդ հարցը։ Ֆիլմ Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ։ Խնդրեմ։ Մեր բակը Ճիշտ է, եւ լիք։ անսահման են ուղղակի, ողջունում ենք Հրանտ Թոխատյանին։ Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, որի մեջ Ե կա։ Շամիրամի Կախովի այգիները։ Շամիրամի Կախովի այգիները։ Չկա Ե կա։ Այգիներ։ Այգիներ, ճիշտ է, բրավո, հասցրեցիք։ Ես էլ խառնվեցի իրար։ Հավասար խորագնում։ Հաջորդ հարցը։ Սրտի տեղը բերեք։ Ինձ էլ։ Գնացինք, հաջորդ հարցը։ Գրքի վերնագիր Հ տառով սկսվող։ Հովազաձորի գերիները։ Ոնց կարողացավ լուրջ եմ ասում։ Բրավո։ Հաջորդ հարցը։ Հին հունական դիցաբանական կերպար, որի անվան մեջ Ս տառ կա։ Աքիլես։ Բրավո, գնացինք։ Բառ կամ արտահայտություն, որ չես սիրում։ Խնդրեմ, արագ։ Գնա գործիդ։ Բրավո, հասցրեցիք, կողնորոշվել Արմեն։ Ես կգնամ իմ գործին, երբ որ դուք գնաք տուն։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Բանաստեղծություն սիրո մասին։ Ֆաթումը։ Կախարդական մի շղթակ է երկնքում։ Բրավո։ Հաջորդ հարցը։ Լավ է, խաղում լուրջ եմ ասում։ Քաղաք Հայաստանում, որի միջով գետ է հոսում։ Հասցրեցիք։ Կապան։ Այո, իսկ որ գետն է, կարող եք ասել։ Ասի Արմենը, Վաչագան օրինակ, այո։ Բրավո։ Եվ վերջին։ Կապանցիների մոտ խայտարակ չլինենք։ Այո, ես ուզում եմ ասել արագ լավաճ ասեցի։ Շատ լավ։ Շատ եմ սիրում կապանցիները ձեզ։ Գրացիք, եւ վերջին հարցը։ Խաղալիք, որը շատ է ուզում ունենալ փոքր ժամանակ։ Հասցրեցիք։ Արիոց արքայի խաղալիքը։ Մեր մանկության, այո։ Ճաճում ենք տեսնվել, թե չկնվիրենք Անի ջան։ Շնորհավորում եմ եզրափակիչը կայացավ, ընկերներ, ապրեք շատ։ Ես հնչեցնեմ արդյունքները։ Բավականին հավասար պայքար է, հաշվի մեջ կարելի ասել բան չփոխվեց։ 10-10 հաշվով ավարտվեց եզրափակիչը եւ բնականաբար 62-52 հաշվով հաղթող ճանաչվեցին Անին եւ Ամալյան։ Շնորհավորում ենք լավ խաղի համար, ձեզ նույնպես շնորհավորում ենք, որովհետեւ շատ լավ եզրափակիչ եք գործել, ընդհանուր առմամբ շատ լավ խաղ ենք ունեցել, 62-52, այսինքն 114 միավոր ընդհանուր երկու թիմերը վաստակել են, ինչ արագ հաշվեցի, բրավո Տարոն։ Քանի որ ես ասեք լավ։ Ռեկորդին շատ մոտ է իմիջիալուց, որովհետեւ շատ միավորներ եք վաստակել։ Ես մի շնչովը եւ խոսքի մեջը ունեմ, այնպես որ դու կարող ես ընտրել, ես սեր խաղը չունեմ միայն այլ կերպից։ Երկու նվերն է ձեզ համար, մյուսը դուք ընտրես, այո։ Դե Ամալիային կտանք։ Շատ լավ, սեր խաղը նվիրում ենք ձեզ։ Այսինքն երբ պետք լինի կփոխանցենք Մի խաղը չենք նվիրում, Արմեն այս թիմին։ Երկուսն էլ ձերն է, դուք եթե նվիրում եք, դուք Զմասի տանը կբաժանեք։ Երկու նվերն էլ Տերումն մենք գնանք, այո, կբաժանենք։ Okay, ուրեմն երկու նվեր ընտրեք այստեղից։ Սեր խաղը եւ խոսքի մեջը։ Խոսքի մեջ, այսինքն եզրափակչի խաղը դուք Գնանք հավանեցիք։ պարապենք էլի խոսքի մեջ։ Շատ լավ, երկու նվերն էլ ձերն են, շնորհավորում եմ, խաղացեք այլ կերպ, ինչքան կարող եք, շատ գիտեմ զբաղված մարդիկ եք, բայց վստահ եմ կհասցնեք, որովհետև ինտելեկտուալ խաղը ձեզ վստահ եմ, որ շատ հետաքրքիր է ու բոլորին է հետաքրքիր։ Երկար ճանապարհներին խաղում ենք։ Շատ լավ է, տասված լիքը երկար ճանապարհներ ունենաք, ճանապարհորդություններ ունենաք ու այդ ընթացքում խաղակ այլ կերպ ինձ էլ հիշեք, ասեք ինչ լավ տղա էր ապրի, որ այդ խաղերը այլ կերպի օգնությամբ նվիրեց մեզ։ Շնորհակալություն լավ խաղի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին եւ ուզում եմ հիշեցնել, որ առաջին ալիքով սկսվել է ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղը։
բարի գալուստ ասենք հերթական կոնկուրենտին եւ ասենք, որ մեր հաղորդման հետևորդները շատ լավ գիտեն, որ միլիոնատեր դառնալու համար պետք է բարձր ինտելեկտ, իսկ բարձր ինտելեկտ ունենալու համար պետք է հաճախ խաղալ այլ կերպ։ Եթերում այլ կերպներ։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Շնորհակալություն։